Թիվ 7-րդ ընտրատարածքում առաջադրվելու որոշում կայացրած գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Ազատություն ռադիոկայանի զրույցում նշեց, թե ինքը ուրախ կլինի, եթե որևէ մեկը իր հետ միասին առաջադրվի նույն ընտրատարածքում։ Ավելին, Սամվել Ալեքսանյանի փոխանցմամբ այդ կերպ ինքը կազատվի երկրորդ թեկնածու գտնելու խնդրից։ Ալեքսանյանից կցանկանայիք, որ ասենք ընդդիմադիր ուժերից որից է մեկը ձեզ հետ նույն ընտրատարածքում։ Ազիզ ջան, օրենքը թույլ է տալիս, սաղ էլ կարան դնեն, ինչ ասելու բան։ Ես հիմա ասում եմ, հիմա օրենքը ընենց է, որ երկու հոգի եթե չլեն, չեն բանանի։ Հիմա լավ է, 1 միլիոն դրամ փող պետք է մուծեն։ Հիմա եթե մարդ չդներ, ստիպված մեկին 1 միլիոն դրամ փող պետք է տայ, որ տանեին դեմս դնեն։ Հիմա լավ չի, որ բերում են դնեն։ Իսկ ինչն է ձեզ դրթում նորից ու նորից առաջադրվել։ Ինձ մեր համայնքի ժողովուրդն է ուզում։ Նոր դեմքեր պետք չեն ձեր ընտրատարածքում։ Ես ախր ես նոր դեմք եմ այդ ցավը տանեմ, ես կարող եմ 5 դեմք եմ ես։ Այ դուք օրենսդիր գործունեությամբ զբաղվում եք։ Բա ինչ եմ անում, ամեն ինչ էլ անում եմ։ Դուք վաղը երկու շաբթի օր արեք, ես սաղ ասեմ, ինչ օրենքներ եմ գրել։ Եք հիշում ձեր Այնքան նախաձեռնություն եմ արել, որ չեմ հիշում։ Իսկ որ ընտրվեք, ինչ եք առաջին օրենքը ձեր որն է լինելու, ինչ եք ուզում անել, ինչ եք ուզում։ Մեր երկրի համար լավ օրենքներ ենք անելու։ Նշենք, որ Սամվել Ալեքսանյանը անկուսակցական է, սակայն իր խոսքով հարում է հանրապետականին եւ եթե կարիք լինի կանթամակցի այդ կուսակցությանը։ Ի տարբերություն Սամվել Ալեքսանյանի ազգային ժողովի մեկ այլ պատգամավոր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Ազատություն ռադիոկայանի զրույցում նշեց, որ դեռևս չի որոշել կառաջադրի իր թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով, թե ոչ։ Իսկ հենց հստակ էսպես ես խոստանում եմ 2 օր առաջ Բանկը մամուլի ասուլիս կանեմ կհրավիրեմ բոլորիդ կներկայացնեմ։ Իսկ կարող է չդնեմ, կարող է դնեմ, հələ հստակ էսպես չի։ Նայենք։ Ես համագումարից հետո բարձ կլինի։ Որ թիվ 10-ը կարող առաջադրվեք։ Թիվ 10-ը ո՞րն է։ Խաչատուրի կենսանի կենտրոն։ Դու այդ փողոցի բամբասանքները ջան մի հավատացեք։ Իսկ ինչի օրենքը առաջադրվում։ Նորմալ ինչ Հայաստան ամեն քաղաքացի կարող առաջադրվի դրա մեջ ինչ կա։ Շատ նորմալ։ Վերջնական որոշում ինչից է կախված Վան Հայրապետյանը։ Իմ ծանրաբեռնա իմ աշխատանքը դասավորելուց, եթե կարողացա ֆուտբոլի ֆեդերացիայում այնպես դասավորեմ, որ կարող եմ պատգամավորական գործունեությամբ զբաղվել, ուրեմն կանեմ, եթե ոչ, տեսա չեմ կարողանում, 2-3 օրվա մեջ ես դες կատեղա կպահեմ արդեն։ Իսկ կուսակցությունն արդեն իր որոշումը կայացրել է։ Կուսակցությունը կայացրել է որոշումը, որ պիտի մասնակցեմ, բայց ես կնայեմ, եթե հնարավոր նորից կքննարկենք, կարող է բաներ փոխվի։ Հստակ որևէ բան առաջ 2-3 օրվա ընթացքում խոստանում եմ ձեզ հստակ ասել։ Իդեպ Ռուբեն Հայրապետյանին հարցրեցինք, թե ինչպես է վերաբերում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված նոր կարգախոսին, հավատանք, որ փոխենք։ Շատ լավ։ Ես դա այդ կարգախոսը իմ սրտին շատ հավատարիմ է, քանի որ ես ինքս այդ կարգախոսով Հայաստանի հավաքական առաջ տարա։ Ես էի հավատում, որ մենք ունենալու ենք հաջողություն ու հաղթանակ։ Ու իրականում դուս եկա, որ ես ճիշտ եմ։ Հավատացինք եւ հաղթեցինք։ Կապես ամբողջ երկիրը մարդի բոլորից պաշտոնյաներով, քաղաքացիներից կապես փոխվելու։ Իհարկե։ Բոլորս էլ անընդհատ փոխվելու ենք, նույն տեղում մնանք, լրջանալու ենք, ճահճանանք, կործանանք։ Բոլորս անընդհատ միշտ փոխվենք։ Դուք ձեր մեջ ինչն եք ուզելու փոխել։ Ամեն ինչ։ Ինչ որ անը, եթե ես չեմ կարող ասել, բայց վաղը ինչ անհրաժեշտություն կա, որ ես արել եմ, ասենք ամեն օր ես ապրում եմ, երբ որ գնում եմ քնելու, մտածում եմ ինչ եմ սխալ արել, աշխատում եմ հաջորդ օրը չկրկնել այդ սխալը, փոխել ինձ։ Իմ բնավորությունը, իմ ամեն ինչ։